Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչու է մեր ինքնության ամենակարևոր օղակը՝ եկեղեցին։ Հերթական անգամ հայտնվել նրա թիրախում։ Որն է այս արշավի նպատակը։ Մոտենանք քաղաքացիներին եւ հարցնենք։ Նիկոլ Անխելք հիմարի մեկն է։ Մեր հայ ժողովուրդը, որ հիմա գոյություն ունի, եկեղեցու միջոցով է։ Դարերով եկեղեցին է մեր հայ ժողովուրդը գրկել։ Այս իշխանությունները լակոտների իշխանությունն է։ Չեն հասկանում ինչ է նշանակում եկեղեցին։ Հիմա մեկը Նիկոլին հարց տա։ Ինքը 4 երեխա ունի, իր երեխեքին կնքել է, կամ ինքը կնքվել է, այ հիմար։ Դու մենակ քեզանից քո ընտանիքից սկսի։ Եկեղեցու հետ ինչ գործ ունես։ Տարավ 5000 մարդ զոհ տվեց, Ղարաբաղը հանձնեց ադրբեջանցիներին, հիմա կանել է եկեղեցու, ուզում բանանի։ Նպատակը ինչ է։ Ես հարցնում եմ, մեկը դեմս գա դուս գա ասեմ, քո նպատակը ինչ է։ Կործանես Հայաստանը։ Ես եկեղեցում կնքված եմ, ես եկեղեցի գնում եմ, վառում եմ, հարգում եմ եկեղեցու բոլոր օրենքները։ Իսկ Նիկոլը թող գնա իր Իջևանի լեռներում, սարերում երևի շակալներ կան, այն շակալների հետ բարեկամություն անի, ոչ թե եկեղեցում քննադատի։ Չգիտեմ ինչի է վարվում, բայց մեր եկեղեցին ոնց որ մեր դեմքն է, մեր Հայաստանի դեմքն է, ոնց կարելի է եկեղեցուն փնովել։ Ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի, ով է իր դիմացով անցել ու ուզում է ինչ-որ բան ասի։ Ամենայն դեպս ինքը շատ վատ բաներ է ասում ու շատ վատ բաներ է անում։ Առավել եւս մեր եկեղեցու նկատմամբ շատ ամոթ է։ Սա նոր ձև է ժողովրդին պառակտելու համար։ Փոխանակ մեր ժողովրդին միացնեն, մեր ժողովրդին սենց կիսել են, սկզբից սև ու սպիտակ, հետո չգիտեմ ինչ, հիմա էլ այսպես պառակտում են։ Արխայ մնա չի տարի, մի բան կլինի։ Լավ եք տրամադրված։ Իսլամ տրամադրված։ Ես Ղարաբաղից եկած եմ, պիտի լավ տրամադրված լինեմ։ Իսկ եթե օրինակ հայ հոգևորականները որոշեն պայքարի դուրս գալ, դուք կաջակցեք նրանց։ Հիմա ջեսկի մեջ չենք կարող աջակցենք։ Այս ամիս 42 դրելու է, գալու ենք ստե քնենք։ Որ բողոք եմ ինչա դժվելու։ Մեր ինչ անելու։ Մեր բողոք եմ ավելի վատ նկարış ճարել մեր տունը ճարել։ Հետևից սննգելներ կան ասեն չես ասել։ Դա մտածված ուզում է քայքայի ազգի հավատքը։ Մեր ազգը միջի հիմա որ գոյատևել է համախմբված է եղել եկեղեցու շուրջ, լավ թե վատ, թեպետ ես անձամբ ես եկեղեցու աշխատանքից գոհ չեմ, որովհետև շատ հարցեր կան, որ ասենք թե շեղվել են, կարելի ասել համարյա աղանդներ են դարել, եկեղեցիները վերածվել է կռապաշտության կենտրոնների, այդքան նկարները։ Մի խոսքով մենք քրիստոնյա ենք առանց Քրիստոսի, բայց ամեն դեպքում վատ կարգավիճակում անցնել չի կարելի։ Չի կարելի, դա մտածված է արվում, ոնց որ ասում է թշնամու ջրաղացին ջուր է լցնում։ Այն մաքուր բաները, որ մենք ունենք, ուրիշ բան, որ կարող են վերևները մի քիչ այդ բան են անում, ոնց որ ասած, այդ հարցերին ուրիշ ձև են մոտենում, ասենք եկեղեցականների մասին նկատենք, բայց էլի չի կարելի այդ մաքուր տեղերին կպնել։ Եկեղեցին 1000 տարի մեզ եկեղեցին է պահե։ Այն ժամանակ մարդիկ խավար էին, բայց գիտեին կրոնը ինչա, շատ էին հասու, ավելի լավ, մի լավ սուտն էլ լավ բան է։ Թեկուզ ինչ-որ մի բան ենք անել ճիշտ չի, բայց Աստված ասելով իրանց երկիրը պահում էին։ Չէ, Փաշինյանը ճիշտ չի անում, այդ իր ռեյտինգին կպնում է, իր պետք չի տանել, ինքը խելոք տղա է, բայց մեկ ոնց որ թե իրան սխալ խորհուրդներ են տալի, չունի մարդիկ, որոնք որ ավելի բան են, ավելի հասկանում են, ավելի սրտացավ են այս երկրի համար։ Ես չգիտեմ, տարիքս անցել է, այս հողը ինձ համար սրբություն է, և մեր սերունդը այդքան կրոնի բանի չենք հավատացել, բայց մաքուր բաներ կա, կարող եմ այս հասուց չի, մարդիկ դրանով երկիր են պահել։ Մարդկանց հոգեվիճակից է կախված, իրանք արդեն ամեն ինչից հուսահատվել են, ամեն ինչից, ոնց որ ասած, չհավատալ են դարել, այդ վիճակից է մարդկանց։ Ձեր կարծիքով դա հավատքի պակաս է։ Դե իհարկե, արդեն հավատքի պակաս այն բանում, որ ոչ մի բանը չեն հավատում։
Արդեն ոչ մի բանի վրա հույս չեն դնում։ Ոնց որ սահմանը պահես, նենց էլ եկեղեցին պետք է պահես։ Այդքան բան։ Նիկոլ Փաշինյանը հավաք չունի։ Դրա համար եկեղեցիներին ճուլան հավանում։ Մարդը եթե հավաք չունի, ինչ ասեմ։ Չի հավատում եկեղեցին, Աստծուն չի հավատում։ Եկեղեցին պետք չի թիրախավորել, չի կարելի։ Ինքը գիժա 7B ունի, գժական խոսում է, ագրեսիվ խոսում է, գարունա զարգացել է գժերի մոտ պրիստուպները, ասեմ իմանաք։ Ինքը դեղերը որ շուշուտ խմի ժամանակին ագրեսիվ չի կող ինքը, որ առավոտները հետնի խմի, մեկ ու մեկ չխմի։ Իր մոտ սաղ ամեն ինչ կդզվի։ Պրոստը գժին վլաս պետք չէր տալ, էլի, որ եկա վլաստի։